Հովհաննեսի ավետարան 16-րդ գլուխ Հիսուս պատրաստեց աշակերտներին խաչելությունից առաջ, միտքները բացեց ու բացատրեց, որ ինքը պիտի խաչվի, որպեսզի աշխարհին փրկություն լինի։ Այս բաները ձեզի խոսեցա, որպեսզի չգայթակղիք, իրենց ժողովարաններեն դուրս պիտի ձգեն ձեզ, ու ժամանակ ալ պիտի գա, որ ամեն ով որ ձեզ սպանե, այնպես պիտի սեպե, թե Աստծո պաշտոն կմատուցանե, եւ այս բաները ձեզի պիտի ընեն, անոր համար, որ ոչ հայրը ճանչցան, ոչ ալ զիս, բայց այս բաները ձեզի խոսեցա, որպեսզի երբ ժամանակը գա, միտքներ միտ բերեք, թե ես ըսի ձեզի, եւ այս բաները սկիզբեն չսի ձեզի, վասնզի ես ձեզի հետ էի, սակայն հիմա ես կերթամ զիս ղրկողինքով, եւ ձեզ մեկն ալ չհարցներ ինձի, թե ուր կերթաս, բայց որովհետև այս բաները ձեզի խոսեցա, ձեր սիրտերը տրտմությունով լեցվեցան, բայց ես ճշմարիտը կսեմ ձեզի, աղեք է ձեզի, եթե ես երթամ, քանզի եթե ես չերթամ, մխիթարիչը ձեզի չգար, հապա եթե երթամ, զանիկա ձեզի կղրկեմ, եւ ինքը երբ գա, աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար եւ արդարության համար ու դատաստանի համար, մեղքի համար, որ ինձի չեն հավատար, արդարության համար, որ ես իմ հորս քով կերթամ եւ ալ ձեզի եւ ալ զիս չեք տեսներ, եւ դատաստանի համար, որ այս աշխարհի իշխանը դատապարտված է, ձեզի տակավին շատ բաներ ունիմ ասելու, բայց հիմա չեք կրնար տանիլ, իսկ երբ ինքը ճշմարտության հոգին գա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ձեզի, վասնզի ոչ թե ինքն իր մե պիտի խոսի, հապա ինչ որ լսե, զայն պիտի խոսի ու գալիքները պիտի պատմե ձեզի, անիկա զիս պիտի փառավորե, վասնզի իմինես պիտի առնե ու ձեզի պատմե, այն ամեն բաներս, որոնք հայրը ունի, իմս են, անոր համար ձեզի ըսի, թե պիտի առնե, իմինես պիտի առնե ու ձեզի պատմե, քիչմը ատենալ զիս պիտի չտեսնեք, եւ դարձյալ քիչմը ատենե զիս պիտի տեսնեք, քանզի ես հորը կերթամ, փառք քեզ Աստված ջան, փառք քեզ, շնորհակալություն, ասոր համար աշակերտներեն ոմանք իրարու կսեգին, ինչ է այս որ մեզի կսե, թե քիչմը ատենալ, զիս պիտի չտեսնեք, եւ դարձյալ քիչմը ատենե զիս պիտի տեսնեք, եւ քանզի ես հորը կերթամ, ու կսեգին, ինչ պիտի ըլլա այն քիչ մնալը, որ կսե, չենք գիտեր ինչ կզրուցե, իսկ Հիսուս գիտնալով, որ կուզեն իրեն հարցնել, ըսավ անոնց, ատոր համար իրարու կհարցնեք, որ ըսի թե քիչմը ատենենալ զիս պիտի չտեսնեք, եւ դարձյալ քիչմը ատենեն զիս պիտի տեսնեք, ճշմարիտ կսեմ ձեզի, դուք պիտի լաք ու ողբակ, բայց աշխարհը պիտի ուրախանա, դուք պիտի տրտմիք, սակայն ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի, կինը երբ ծնանելու վրա է, տրտմություն կունենա, վասնզի իր ժամանակը հասած է, բայց երբ տղան ծնանի, ալ նեղությունը միտք չբերեր ուրախությունեն, որ աշխարհը մարդ ծնավ, եւ հիրավի դուք հիմա տրտմություն ունիք, բայց ես ձեզ նորեն պիտի տեսնեմ, եւ ձեր սիրտերը ուրախ պիտի լան, ու ձեր ուրախությունը պիտի, մեկը ձեզ մե պիտի չհանե, եւ այն օրը ինձի բան մը պիտի չհարցնեք, ճշմարիտ կսեմ ձեզի, որ իմ անունովս ինչ որ խնդրեք հոր մեն պիտի տա ձեզի, միչև հիմա իմ անունովս բան մը չխնդրեցիք, խնդրեցեք ու պիտի առնեք, որպեսզի ձեր ուրախությունը լման ըլլա, այս բաները առակներով խոսեցա ձեզի, բայց ժամանակ պիտի գա, որ ալ առակներով պիտի չխոսիմ, հայտնապես հորը վրայով պիտի պատմեմ ձեզի, այն օրը իմ անունովս պիտի խնդրեք, եւ չեմ ըսեր ձեզի, թե ես ձեզի համար պիտի աղաչեմ հորը, քանզի ինքը հայրը
ձեզ կսիրե, վասնզի դուք զիս սիրեցիք եւ հավատացիք, թե ես Աստուծմե ելա, հորմեն ելա ու աշխարհ եկա, նորեն կթողում աշխարհը եւ հորը կերթամ, ըսիմ անոր իր աշակերտները, ահա հիմա հայտնապես կխոսիս եւ առակ մնալ չես ըսեր, հիմա իմացանք, որ ամեն բան գիտես եւ բան մնալ պետք չէ, որ մեկը քեզի հարցնե, ասով կհավատանք, որ Աստուծմե ելար։ Հիսուս պատասխան տվավ անոնց ուսավ, հիմա կհավատաք, ահա ժամանակ պիտի գա ու եկածալ է, որ ցիրությամբ պիտի լակամեն մեկը իր տեղը, ուզիս մենակ պիտի թողուք, բայց ես մենակ չեմ, վասնզի հայրը ինձի հետ է, այս բաները ձեզի խոսեցա, որպեսզի ինձ մով խաղաղություն ունենաք, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի, այո եւ ամեն, Աստվածին, նրանք, որ քեզ հուսացել են, նրանք, որ հույս են դրել կենդանի արարիչ Աստծուն, երբեք ամոթով չեն մնացել, երանելի ես, ով մարդ, եթե հույսդ դնես կենդանի Աստծուն, քո ստեղծիչի վրա, քո հորը վրա, որովհետև ամեն մարդ Աստուծմե ծնած է, եթե հավատում է Աստծո խոսքին եւ անոր Սուրբ Հոգուն, անոր որդուն, ով սաննը քեզ հայրս, երանելի են նրանք, որ հավատում են ճշմարտությանը եւ ճշմարտության ետևից են գնում, որովհետև ճշմարտությունն է, որ ազատում է մարդուն, փառք քեզ, ամեն, երանելի եք, եթե լսեք, հավատաք ու խոսքի մեջ ապրեք, որովհետև խոսքը պտուղ է տալիս, ամեն մարդ, որ մնում է խոսքի մեջ, պտղաբեր է դառնում, եւ ամեն պտուղ բերող իր հորը առջև պտուղ է տանում եւ հորից օրդություն է ստանում, փառք լինի հորը որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։